Դուք դիտում եք Արմալուրի կիրակնօրյա թողարկումը, բարև ձեզ, թողարկման առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ։ Տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն։ Հայաստանում հիմա հոգևոր նորոգման պրոցես է տեղի ունենում, մայրաթոռի ազատագրման գործընթացն արդեն սկսվել է, լրագրողներին ասել է վարչապետը։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Վաղար շաբաթի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի Ավագանիում, քաղաքացիական պայմանագիրը կստանա 19 մանդատ, հաղթանակը 12, Մայր Հայաստանը 2 մանդատ։ Կանաչապատ սահմանազատում Երևանի գերեզմանատանների և երթևեկերի հատվածների միջև։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք։ Այսուհետև ընտանիքում ծնվող երեխայի համար առանց հաշվի առնելու նա երկրորդն է, երրորդն է, թե չորրորդը պետությունը կտրամադրի 500,000 դրամ։ Կառավարության նիստի մանրամասները Հասմիկ Վահրադյանի ռեպորտաժում։ 1 միլիարդ 59 միլիոն դրամ համայնքների ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը հաստատեց 20 համայնքում 24 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ հարցը։ Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկում է ֆինանսավորվող բոլոր 24 ծրագրերն, ապա հարց ուղղում նախարար Խուդատյանին։ Պարոն Խուդատյան, ճանապարհների մեր տարեկան 500 կիլոմետր պլանը կկատարենք տարվա արդյունքում։ Վստահաբար կկատարենք մինչև դեկտեմբերի մեկնարկը, այսինքն դեկտեմբեր ամսին ինչպես պայմանավորվել ենք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, այս պահին 475 կիլոմետր ավարտած ունենք։ Նիկոլ Փաշինյանն առանձնացնում է 2025-ին իրականացրած ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական բոլոր ծրագրերը։ Հյուսիս-հարավի հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածը արդեն ավարտվեց, դուք շահագործման հանձնվեց ամիսներ առաջ։ Հիմա մեր հերթում 2 խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Մեկը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհներ, այնտեղ խնդիրներ կային, այս տարի էր, թե նախորդ տարի էր, այս տարի էր, որ մենք Գառնանը այցելեցինք եւ շինարարի հետ պայմանավորվեցինք, ես իմացա, որ աշխատանքները ավարտված են։ Ես կարծում եմ, որ այնքան խոշոր ծրագիր է, որ մենք պետք է գնանք եւ ընդունենք ծրագիրը։ Առաջին անգամ է փաստորեն, որ այդ ճանապարհը ասֆալտապատված է եւ ավարտվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ եւ Իջևան խոշորացված համայնքներն է միացնում իրար։ Կառավարությունը փոփոխություն է կատարում ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրում, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ կավարտվի այս տարեվերջին։ Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընտանիքների համար լավ լուր ունի։ Մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։
եւ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Հետվճարի մեխանիզմից օգտվողները 50,000-ի փոխարեն կարող են ստանալ մինչև 60,000 դրամ։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափին։ Այսուհետև ընտանիքում ծնվող երեխայի համար առանց հաշվի առնելու նա երկրորդն է, երրորդն է թե չորրորդը, պետությունը կտրամադրի 500,000 դրամ։ Հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նախարար Թորոսյանը տեղեկացրեց նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թվականի ապրիլի 1-ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ըստ էության որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի 1 ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ։ Հասմիկ Ֆարադյան, Արման լուր։ Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումը անխուսափելի է, ասել է Փաշինյանը, ինչպես նաև նշել, որ խնդրել է Միացյալ Նահանգներին ուշադրության կենտրոնում պահել գերիների հարցը։ Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, գործադիր ղեկավարը հայտնել է. 2026 թվականի ընտրություններից հետո այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են պահել, կհեռացվեն։ Կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալումը ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ Եվ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Փաշինյանը փաստել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։
Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վարչապետ Փաշինյանն ասաց. նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդել են, տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, ԱԺ ընտրությունների ընթացքում պետք է դուրս մղվեն եւ այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։ Անցնող շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահի նստավայրում ներկա է գտնվել ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի 21-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ Այս տարի մրցանակաբաշխության 126 մասնակիցներից պարգևի են արժանացել 27 ուսանող եւ 9 աշակերտ։ Մրցանակները հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական այցով Վրաստանում այս նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի եւ Միխայիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան եւ դրա հետագա խորացման ուղղությունները։ Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար միջավայրի, ներդրումների, ինչպես նաեւ կրթական, մշակութային եւ երիտասարդական ծրագրերի շրջանակում համատեղ նախագծերի առաջխաղացման ուղղված նախաձեռնություններին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած երակողմ հանդիպման արդյունքների եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության եւ հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում։ Վաղաշաբաթն անցնող շաբաթ ընտրում էր։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքների, վաղաշաբաթի նոր ավականիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Հաղթանակ դաշինք եւ Մայր Հայաստան կուսակցությունը։ 33 մանդատի բաշխումն ունի հետևյալ տեսքը՝ Քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան 2 մանդատ։ Այս արդյունքներով քաղաքացիական պայմանագիրը ձեռք է բերում ավականիում միանձնյա մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս համայնքապետ ընտրել առանց կոալիցիայի անհրաժեշտության։ Կանաչապատ սահմանազատումներ կլինեն Երևանի գերեզմանատների եւ երթևեկերի հատվածների միջև։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի տեսանյութը։ Մենք գտնվում ենք Սիլիկյան թաղամասում, Սիլիկյան գերեզմանատան հարող տարածքում։ Նշեմ, որ սա արդեն մեր երկրորդ պրոյեկտն է։ Այժմ Սիլիկյան գերեզմանատան 1 կիլոմետրից մի փոքր ավել հատվածում 200-ից ավել ծառատեսակներ են տնկվում։ Նպատակը երկուսն է։ Նախ առաջին հերթին ավելանում են Երևան քաղաքում կանաչ տնկարկները եւ կարող եմ նաեւ նշել, որ էսթետիկական տեսանկյունից էլ է բավականին նպատակահարմար, քանի որ մենք սրանով փակում ենք երթևեկի մասնակիցների եւ գերեզմանատան տեսադաշտը։ Ամբողջ 1 կիլոմետր երկայնքով անցկացված է ոռոգման համակարգ։ Նախկինում գերեզմանատները պատնեշներով փակված չեն եղել։ Գերեզմանատները կամ պետք է պարսպապատվեր, կամ պետք է կտրվեր ճանապարհներից, երթևեկի գոտիներից։ Այս նախագիծը արվել է նրա համար, որպեսզի կանաչապատ տարածքով սահմանազատենք երթևեկի գոտուս գերեզմանատները։ Սիլիկյան թաղամասի բնակիչներին հորդորում ենք, որպեսզի խնամքով վերաբերվեն ծառերին, որովհետև ճանապարհների վրայից կան տեղեր, որտեղ մարդիկ աշխատանքային ժամերից դուրս բերում եւ շինախպ են թափում գերեզմանին հարակից տարածքներում։ Բանուկ փողոցը, նաև ապագայում նախատեսվող ակադեմիական քաղաք գնացող ճանապարհն է այստեղ։ Գերեզմանոցը ծառերով սահմանազատելը ճանապարհից բավականին լավ նախաձեռնություն է, ողջունելի է, որը նաև մեր բնակիչների կողմից է շատ լավ արձագանք ստացել։
ՄԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբականակի ներմուծման փորձը։ Մանրամասները Պեկի տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած բեռնատար 3 տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներգրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, արկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են։ Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացու նկատմամբ մաքսային կարգավորման մասին օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են Պեկ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Նշենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում ագարակ մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք։ Մանրամասները ոստիկանության տեսանյութում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց F1 տեսակի նռնակ պայթուցիչով, սվին դանակ եւ ինքնաձիգի 19 փամփուշտ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2024 թվականի նույն ցուցանիշը։ Հունվար-սեպտեմբերին արդեն առաջին ամսվա տվյալներով Հայաստան ներգնաց զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մի փոքր ավելի քան 1,734,000։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1,721,000 էր։ Հայկական բուրդն արժեք է, որին պետք է ձև տալ ու ճանաչելի դարձնել։ Մենք արել ենք համապարփակ ուսումնասիրություն, սկսած ոչխարից մինչև ավարտուն պրոդուկտը եւ այդ ամբողջ շղթան կարողացել ենք տեղեկատվության հավաքելով բլոկչեյնավորել։ 92-ամյա Ռուբիկ Պապն ու դասընկերուհի Ժենիկ Տատը Երևանդաշատին համու հոտ են տալիս։ Իմ օրը սկսում է առավոտը շուտ ժամը 7-ին, հագնվում եմ, գնում եմ կողմը, անասունների տակը մաքրում եմ։ Չիրը անում ենք, իրանը հավաքում ենք, վերև տանում ենք ծխի, ու գալում ենք արևի, կիսա չորադան, վերև կդխան ենք անում։ 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 9000-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Առավել մեծ թվով զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից։ Թեմային անդրադարձել է Հասմիկ Վահրատյանը։ Զբոսաշրջիկների համար Հայաստանը շարունակում է մնալ որպես գրավիչ ու հետաքրքիր ուղղություն։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկիր է ժամանել 1,947,138 մարդ, ինչը 22,083-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այս դրական առաջընթացը պայմանավորում է նաև ուղիղ չվերթներով։ Ուղիղ չվերթներ սկսեցին նաև ծոցի երկրների հետ, այս տարի Քուվեյթից Ջազիրա ավիաընկերությունը ուղիղ չվերթներ արդեն սահմանեց եւ բավականին ակտիվանում է ծոցի բոլոր երկրներն էլ ըստ էության արդեն ավելի ակտիվ, Սաուդյան Արաբիայից արդեն հետաքրքրություն կա, Օման,
Բահրեյնն է, Էմիրությունների հետ արաբական ավելի երկար է պատմությունը համագործակցության։ Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ են գրանցվել Ռուսաստանի Դաշնությունից 41%, Վրաստանից 12% եւ Իրանից 8%։ Վերջին շրջանում ակտիվություն կա եվրոպական երկրներից։ Մենք մեր դռները բացել ենք մեր բոլոր զբոսաշրջիկների առաջ, դյուրացրել ենք մեր վիզային ռեժիմը, նույն եվրոպական երկրների քաղաքացիները Հայաստան այցելում են առանց վիզայի, մուտքի ռեժիմով եւ հուսանք, որ մի օր էլ մենք կկարողանանք առանց վիզայի այցելել այդ երկրներ։ Շուտով ամանոր է օտարերկրյա զբոսաշրջիկները մեծ ցանկությամբ են նոր տարին դիմավորում գեղատեսիլ Հայաստանում։ Հարցին, որքանով է արդյունավետ ներկայումս մեր երկրում ձևավորված գնային քաղաքականությունը, Մեխակ Ապրեսյանը պատասխանում է. Ազնվորեն ասած, մենք մի փոքր բարձրացել է մեր գները, մենք պետք է ապահովենք մրցունակ գներ, բարձրարժեք ծառայություններ, ոչ թե բարձր գին, այլ բարձրարժեք ծառայություններ համապատասխան մրցունակ գներով։ Մենք իհարկե մասսայական туриզմի երկիր չենք եւ չպետք է լինենք, դա կայուն չէ, դա օգտակար չէ, բայց իհարկե չպետք է ունենանք նաեւ չհիմնավորված, այսպես անհարկի բարձր գներ։ Սա պետք է մենք հաշվի առնենք։ Ըստ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահի, պետք է ձևավորել բարենպաստ հարկային քաղաքականություն, որը էապես կնպաստի գնաճի մեղմանն ու կազմակերպված զբոսաշրջության զարգացմանը։ Մենք ներկայացրել ենք առաջարկություն եւ դա շրջանառվում է հարկային օրենսգրքում փոփոխություն լրացում կատարելու մասին։ Խոսքը վերաբերում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի զրոյական դրույքաչափի կիրառմանը։ Սա հենց ավելացված արժեքի հարկի տրամաբանությունն է։ Հուսով եմ, որ կառավարությունը կողմ կլինի, հավանություն կտա նախագծին եւ կներկայացվի ազգային ժողով, եւ սա էապես կլուծի խնդիրը եւ ոչ միայն այս խնդիրը, կլուծի մի շարք շատ կարևոր խնդիրներ ոլորտում։ Այս տարի նոյեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կանցկացվի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը կնպաստի գործարար կապերի ամրապնդմանը։ Սպասվող կարևոր միջոցառմանը մասնակցելու են ինչպես տարբեր երկրներից պետական կառույցներ, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Նոր գործընկերային հարաբերությունների ստեղծման առումով սա նաև լավ հնարավորություն է տեղական ու հատկապես մարզային կազմակերպությունների համար։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Երևանում կայացավ Armuvul ֆորումն ու ցուցահանդեսը, որի նպատակը հայկական բրդի ու բնապահպանական դիզայնի զարգացումն է։ Թե որքան կարևոր առանձնահատկություններ ունի հայկական բուրդը, տեղյակ է Շողեր Ղլիջյանը։ Էլ ինչ տակ հագուստ կամ հայկական գորգ առանց բրդի։ Երևանում կայացավ Armuvul ֆորումն ու ցուցահանդեսը, որի նպատակը հայկական բրդի ու բնապահպանական դիզայնի զարգացումն է։ Կա հետաքրություն թափանցիկ հետագծելի արժեշղթաների եւ ասեմ ձեզ, որ մենք բլոկչեյնավորել ենք հայկական բուրդը։ Բլոկչեյնավորման կտորը շատ հետաքրքիր է, որովհետեւ ինչ ենք արել մենք։ Մենք արել ենք համապարփակ ուսումնասիրություն, սկսած ոչխարից մինչեւ ավարտուն պրոդուկտը եւ այդ ամբողջ շղթան կարողացել ենք տեղեկատվության հավաքելով բլոկչեյնավորել։ Մանող լիլիթն է մանել, խուզող հրոն է խուզել ոչխարը, որտեղ է լվացվել, ով են եղել արտ կուրատորները տվյալ նախագծի, ովքեր են գորգը հյուսել, այսինքն այս ամբողջական տեղեկատվությունը տվյալ գորգի մասին կկարողանաք տեսնել QR կոդը սկանավորելով։ Armuvul-ը փորձում է վերականգնել շղթան կենդանու մորթին խուզողից մինչև կարպետագործ, ստեղծել համագործակցություն մեկը մյուսին փոխլրացնելու ու որակյալ ապրանք շուկա դուրս հանելու նպատակով։ Մենք նպատակ ունեինք սկզբում բոլորի մասին տեղեկատվություն հավաքել, տեսնել այս ամբողջ մարդկանց խնդիրների մասին իմանալ, որովհետև իհարկե այս ամբողջ արժեշղթայի ճանապարհին տարբեր խնդիրներ կան եւ մենք այդ խնդիրները մեզ համար վեր ենք հանել եւ Armuvul-ը կարծես թե այս մարմնի բժիշկը լինի, որովհետև սա մի ամբողջական մարմին է, որտեղ որ բոլորը շատ կարեւոր են։ Եթե մարմնի մի մասը բացակայում է կամ եթե ինչ որ մեկը հիվանդ է,
ամբողջ բրդի շղթան չի կարող լինել։ Կենթանուն մորթազերծել, հետո բուրդը լվանալ։ Այս գործընթացին հաջորդում է բուրդը մանելու աշխատանքը։ Մի փոքր բարդ, ժամանակատար, սակայն հաճելի գործընթաց է սա։ Ժամանակի ընթացքում է միայն հնարավոր գտնել ճիշտ տեխնիկան ու սովորել արագ մանել։ Պատմում է մանագործն ու կատակում, ոտքի հենակն արագ աշխատեցնելը հաճախ մարզանքի է նման։ Դժվարություններ շատ ենք ունեցել, նախ առաջինը մեզ սկզբնական շրջանում բրդի որակից էինք դժգոհում, որովհետև լվացումը ոնց որ թե ճիշտ չէր կատարվել, բայց հիմա այդպիսի խնդիրներ չունենք, բուրդը ստանում ենք բրդի գործարանից, բերում են ու մենք մանում ենք եւ ուղարկում Երևան։ Սովորել ենք արդեն, հիմնականում մտածում ենք, որ սա մեզ մարզանք է, էլի, վարժություն է, մարդիկ գնում են աշխատում, ֆիթնես ակումբներ, մենք տեղում կազմակերպում ենք համ աշխատանքը, համ ֆիթնեսը միասին։ Բրդյաթելը ջուլհակագործի մոտ ճանապարհելուց առաջ պետք է գունանյութով ներկել, հայկական զարդանախշերի ինքնատիպությունը պահպանելու նպատակով։ Սա գունեղ գործընթաց է, որը պահանջում է սեր ու մանրակրկիտ ուսումնասիրություն։ Սա որդան կարմիրն է, որը փոշիացնելուց հետո դառնում է գունանյութ։ Մարիամը ներկայացնում է գույներն ու պատմում ստեղծման ծագումը։ Հայկական հազարաթերթիկից դեղին, նռան կեղևից վարդագույն, պոպոկի կեղևից սրճագույն։ Հայկական լեռնաշխարհից մենք օգտագործում ենք հազարաթերթիկը, անթառամը, տորոնի արմատը, նռան կեղևը, պոպոկի կեղևը սրճագույն ստանալու համար, իսկ դրսից ներկրում ենք լոգվուդը, որը Հարավային Ամերիկայում աճող ծառ է, ծառի փայտ է, որից ստացվում են մանուշակագույնի հարուստ երանգները։ Հայկական տորոնի արմատից ստանում ենք կարմիրի այսպիսի գեղեցիկ երանգներ։ Ես այդտեղ կաթսա եմ տեսել եւ ինձ հետաքրքրում էր թե ինչ կա եւ ինչ է կանում առասարակ։ Կաթսայում պետք է ցուցադրենք թելերի ներկման process-ը այս օրերին։ Երբ բուրդը մանելուց հետո ստանում է գույն, հերթը հասնում է ջուլհակագործին, որը պետք է բրդին կյանք տա։ Տիկին Անուշն անշտապ ներկայացնում է աշխատանքի դժվարություններն ու ընդգծում, կարևորը հաշվում չսխալվելն է։ Սա դժվարությունը նաև որ պետք է ասենք թելերը ճիշտ անցկացնենք հենքը, եթե մի հատ թիվը սխալ լինի, մեր գործը չի ստացվի։ Այդ նախշերը, որ հանում ենք մենք, պիտի ճիշտ անցկացնենք ստեղով, որ մեր ուզած նախշը ստացվի։ Դժվարությունը հենց դա է, սկիզբը, հենքը որ սկսում ենք։ Իսկ հետո թվերով էլ գործում ենք, ոտերով, ասենք, ոտերով սխմում ենք ու գործում ենք, դա էլ պիտի ճիշտ լինի։ Եթե սխալ ստացվի, մեր ուզածը չի լինի։ Հայկական բուրդն աղբ չէ, այն արժեք է, որին պետք է ձև տալ ու ճանաչելի դարձնել։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ 92-ամյա Ռուբիկ Պապն ու Ժանիկ Տատը սահմանամերձ Երվանդաշատ գյուղի համն ու հոտն են։ Չնայած տարիքին նրանք շարունակում են որևէ աշխատանք կատարել, որ առույգ մնան ու շարունակեն շանացնել իրենց տները։ Ինչով են զբաղվում գյուղում տարեցները, պարզել է Շողեր Ղլիջյանը։ Մենք սահմանամերձ Երվանդաշատում ենք։ Հետաքրքիր է, ինչով են զբաղվում այստեղ գյուղի տարեցներն ու ինչ են պատմում գյուղի մասին։ Իմ օրը սկսում է առավոտը շուտ ժամը 7-ին։ Հագնվում եմ, գնում եմ կողմը, անասունների տակը մաքրում եմ, անասուններին ջրում եմ, գալիս եմ։ Հայ-թուրքական սահմանն այստեղից մի քանի քայլ հեռավորության վրա է։ Գյուղի բնակիչները վախի զգացողություն երբեք չեն ունեցել։ Տարեցները միշտ հանգստություն են նրանց փոխանցում։ Տարեցները գյուղի ամենահին պատմողներն այսօր էլ պահում են Երվանդաշատի անցյալի ու ներկայի կապը։ Առիթը բաց չեն թողնում իրենց ունեցած հիշողությունները փոխանցելու սերունդներին։ Ես Սարգսյան Ռուբիկն եմ։ 92 տարեկան։ Ինչև Թոշադի անցնելը 47 տարի հիվանդանոցում աշխատել եմ որպես ֆելդշեր։ Ռուբիկ Պապն իր կյանքի 92 աշուններն ապրել է Երվանդաշատում։ Ծնողներն Արևմտյան Հայաստանից են եկել, հուսալով, որ մի օր վերադառնալու են, իրենց տունը կառուցել են սահմանին մոտ, Արաքսի ափին։ Մեր գյուղը մինչև իմ ծնողների այստեղ գալը
լրիվ թուրքական ճյուղ է, ադրբեջանցիներ են ապրել։ Հին անուն, հիմա Երևանը շատ է, հին անունը Խերբեկլու է եղել։ Խերբեկլու։ Գաղթից հետո 20 թվին Բաքրանից գաղթվել են, եկել են աղաչին տեղ Հայաստանի շրջաններում բանում ապրել են, հետո որ ասել են բամտելնի 20 տարի հետո նորից պետք է սահմանը տան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը նորից պետք է տան հայերին, մերոնք եկել են ստեղ մոդիկ տեղ, Բաքրանին մոդիկ տեղ թուրքերի հետ համաձայնվել են, մենակ մերոնք չի, աղաչին մարդիկ այդ բաքրանցիներով, մեր ազգը ամբողջ խաչկյանները։ Եկել են ստեղ թուրքերի հետ հողը տիսրար մշակել են բան, մինչև սովետական միությունը հաստատվել, ու դենց ապրել եք մինչև հիմա ստեղ։ Տարիների ընթացքում հիշողությունն իրեն չի դավաճանել, սիրում է խոսել ու պատմել իր մասին, գյուղի մասին։ 3 երեխա, 5 թոռ, 8 ծոր ունի Ռուբիկ պապը։ Մտաբերում է իր ժամանակների բակային խաղերն ու ավելացնում. հիմա երեխաները հեռախոսներում են ապրում։ Որ երեխա ենք, այնց խաղեր կար, որ մենք խաղում ենք, հիմա այդ երեխեք այդ խաղերի մասին չգիտեմ։ Գայış լախտի ենք ասում։ Կլոր շրջանագից ենք հաշում, ամեն մարդ իր գոդին հանում էր տնում էր այդ գծին, խմբ երկու խմբի բաժանում ենք, այդ գծի փորոշ խփան ենք, բամփու վիճակահանություն ենք անում, ով պետք է գծի ներսում մնա, ով չեր դուրսը։ Այդպես ուզում են, որ այդ բաները վերցնեն մեր գոդիները, որ վերցնեն, խցվեն այդ գոդիները, որ մեզ հարված էր, որ այն մյուս գոդիներն էլ վերցնեն։ Նրա օրը հարազատ գյուղում սկսվում է կենդանիներին կերակրելով ու այգին մշակելով։ Էսի ալանա, այնի ալա բալանա, ալայի ծակնա։ Հիմա եղանակները ցրտել են, այգում գործ չի անում։ Պատմում է, դրա փոխարեն փայտ է կոտրում, որ ձմռանը տաքանան։ Մենք սենյակը տակացնում ենք փայտի վառարանով, ես սախերը սենց կոտրադում եմ, ես ամեն օր տանում եմ տուն, վառում ենք տակացնում ենք տունը։ Հիշում է դպրոցական տարիներն ու ավելացնում. Ես մաթեմատիկայի շատ ուժեղ էի։ Մեր մաթեմատիկայի ուսուցիչ հարցել մեր երեխեքին. «Հինդին գումարացրինք, ինչքան կանի»։ Ես ցինցի ասում։ Դասարանից մնացել են ինքը, Սուսիկն ու Ժենիկը։ Ինձանից ծարեց մարդը չպես յուղում։ Ամենատարեց մարդը ես եմ, հետո երկու հատ կինն են։ Դրանք էլ իմ դասներն, առաջի դասաները իրար հետ են գնացել, Ժենյան ու Սոսիգը։ Ես Ռուբիկը իրար հետ ենք դպրոց գնացել։ Դրանց ինքը ավարտել է, բարձրագույն է սովորել, ես քեզ չորրորդ դուրս դասարանից տնօր հայրս որ գնաց պատերազմ, մարդը փոքր երեխա ենք, շատ նեղություն ենք ապրել, ժամանակ հակուշ չկար, կոշիկ չկար, տերեխ։ Պապս տերեխ է կարում Կաշվից, հակնում գնում ենք դպրոց մեղնեմ ջանիտ։ Այդ այդտեղ պայմաններով ապրել ենք, մինչև 60 քանի թիվը նոր ժողովուրդը սկսեց լավ պայմաններով ապրելու։ Անցավը տալեմ, լավ ճան չեմ արել, չգիտեմ աշխատանքի տանջված եմ էլի։ Ժենիկ տատը դժվարությամբ է տեղաշարժվում, օրը սկսում ու ավարտում է նստած գործեր անելով։ Զբաղմունքը հիմնականում խաչբար լուծելն է։ Տարիներ առաջ, երբ ակտիվ շարժուն կյանքի մեջ էր, կենդանիներ էին պահում։ Հիմա ընտանիքը գյուղում այլ զբաղվածություն ունի, չրագործությամբ են զբաղվում։ Տատիկը նստած օգնում է տանեցիներին։ Չիրա անում ենք, իրանը հավաքում ենք, բերում տանում ենք ծխի, տանում ենք արևին, կիսաչորադան, բերում կդահան ենք անում, կուդահանում ենք, դզում ենք սիրուն ծնում ենք, շարում ենք ծետիկի մեջը, դրանց հետո պամիդոր ենք անում, պամիդորից հետո եմիշն ենք անում, եմիշից հետո ինչ ենք անում, դամբուլ ենք անում, ամեն ինչը ձերքցում եմ եղեմ ճարիտ։ Ռուբիկ պապն ու Ժենիկ տատը գյուղի պատմության կենդանի մաս են։ Իրենց առօրյայով, իրենց հիշողություններով ու իրենց համար մնալով նրանք պահում են այն, ինչ Երևանդաշատն առանձնացնում է մյուս վայրերից։ Շողեր Ղլիջան, Բեն Անտոնյան, Արմալուր։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան Ինտեր Մայամիում պայմանագրի ավարտից հետո մտադիր է վերադառնալ Բարսելոնա։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի Բավարիան ու Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան հետաքրքրված են Լևերկուզենի Բայերի 30-ամյա իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններով։ Սպորտային մի քանի իրադարձություն Էլիանա Ինջեղուլյանի խճանկարում։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան Ինտեր Մայամիում պայմանագրի ավարտից հետո մտադիր է վերադառնալ Բարսելոնա։ Հաճույքով ամբողջ կարիերաս կանցկացնեի Բարսելոնայում։ Ցավոք, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, բայց այնտեղ է իմ տունը, այնտեղ են իմ մարդիկ։ Իհարկե ես կվերադառնամ Բարսելոնա։ Մի քանի տարի էլ կլինեմ ԱՄՆ-ում, բայց հետո ընտանիքիս հետ կվերադառնամ։ Ես շատ եմ կարոտում Բարսելոնան, ասել է Մեսին։ Ֆրանսիայի չեմպիոն գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՊՍԺ-ի եւ Մարոկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է 2025 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի վարկածով։ Փարիզյան ակումբն այս տարի նաեւ հասել էր ԱՄՆ-ում առաջին անգամ նոր ձևաչափով անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ եւ պարտվել Լոնդոնի Չելսիին։ Աշրաֆ Հակիմին անցած մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 55 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի Բավարիան ու Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան հետաքրքրված են Լևերկուզենի Բայերի 30-ամյա իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններով։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։ Գրիմալդոն ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Նա Բարսելոնայի համակարգում է եղել 2009-ից 2016 թվականներին, նախքան պորտուգալական Բենֆիկա տեղափոխվել է։ Ընթացիկ մրցաշրջանում Գրիմալդոն Բայերի հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր, Արմալուրի դիտանկյունից կհանդիպենք հաջորդ կիրակի։